նախկինում եւս եղել էր ընդհարում որոշակի այլ միջավայրում, որքան գիտեմ երեխայի դպրոցի հանդեսի շրջանակներում էր Սիմոնյանը այնտեղ եղել ու էլի քանի որ գիտեր որ սադրանքն է նրա նպատակը, չէր ցանկացել խոսել ու հայոյանքն եմ լսել, բայց քանի որ իրավապահների դաշտում է, չեմ ուզում սրա մասին խոսել, նաեւ քաղաքական գործիչ է փաստորեն այդ տղամարդը, եթե այդ ասպեկտով էլ նայենք, ապա քաղաքական գործիչը ունեցել է ընդհարում կամ չգիտեմ բանավեճ։ Վերջի շրջանում իշխանության միացրել տեղի են տալիս մետրոյի միջադեպ, Պավել Սիմոնյանին, որովհետև մտահոգություն ունեն ընտրական գործընթացների ընթացքում, որ իրենց տրամադրություններն եք շոշափում, հասկանում եք, որ դուք խնդիր ունեք ընտրվել։ Դրա համար իշխանությունը նյարդային է դարձել։ Մենք մինչ վերջին շրջանը, երբ մեկ ամիս է ինչ մարզերով, Երևանով շրջում ենք, մինչ դա մենք չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի շատ է աջակցությունը հասարակության կողմից եւ կարելի ասել իրավիճակին չէինք տիրապետում։ Սակայն շփումները ցույց տվեցին, որ մենք ունենք ավելի շատ աջակցություն, քան կարող ենք պատկերացնել։ Դրա համար մենք բացարձակ մտահոգություն չունենք եւ դրա մասին է վկայում նաեւ օրինակ ընդդիմադիր շրջանակների պլանները հունիսի հետ կապված, որոնք օրինակ մոտենում են գործարարներին Ռուսաստանում, ազգությամբ հայ եւ ընտրելու իրավունք ունեցող, պայմանավորվում են որ գան Հայաստան ընտրելու եւ ասում են բայց պետք է 5 օր ավել մնաք, որովհետեւ հետընտրական միտինգներ կա, պետք է մասնակցեք։ Այսինքն իրենք արդեն գիտեն, որ պարտվելու են ու տեսնում են նաեւ հետընտրական որոշակի այստեղ ներքին իրավիճակի լարման հնարավորություն, արդեն իսկ դա են պլանավորում։ Այնպես որ Նաև հարցումներն են ցույց տալիս, որ մենք միանձնյա առաջատար ենք եւ որևէ խնդիր չունենք։ Ձեր ընդդիմախոսները սակայն Տիկին Հակոբյանը այդպես չեն կարծում եւ հայտարարում են օրինակ, որ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե իշխանությունը կրկին սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա պատերազմ կլինի, առավել եւս ժամկետ է նշվում, որ սեպտեմբերի կլինի այդ պատերազմը։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ եթե օրինակ 21 թվականին ինքը ընտրվել, ապա չի լինի պատերազմ եւ հիմա եթե ինքը ինքը ընտրվի, ապա պատերազմ չի լինելու եւ նաեւ իշխանության այդ հայտարարությունը պատերազմի վերաբերել համարում են սպառնալիք եւ շանտաժ, որ նաեւ այդ ձևով փորձում եք հոգեբանական ճնշում գործադրել ընտրողների վրա, նրանց ազատ կամակահայտման իրավունքի բռնանալ։ Չեմ պատկերացնում ինչ է նշանակում բռնանալ նրանց ազատ կամ արտահայտմանը, որտեղ այդ բռնանալը մենք տարիներ շարունակ տեսել ենք, հնարավորություն ունեցել ենք մեզնից շատերը նաև ընտրելու, այդ բռնապետական այդ բաների իշխանությունների օրոք, երբ քվյալ թերթիկը տեղ չէր հասնում, երբ մինչև այդ արդեն կաշառված էին քաղաքացիները եւ այլն։ Այնպես որ ձեր դիտարկման հետ համաձայն չեմ կամ ընդդիմադիրներին եք դուք հողում անում, նրանց դիտարկման հետ համաձայն չեմ։ Ինչ վերաբերում է մեր հայտարարությանը, ապա գիտեք, որ խորհրդարանում կան նաև օրենքներ եւ տարբեր որոշումներ, որոնք ընդունվում են սահմանադրական մեծամասնության պարագայում, ոչ թե պարզ մեծամասնության եւ շատ նաեւ նախագծեր կան, որոնք հնարավորություն չի լինի, եթե չունենանք այդ մեծամասնությունը, նաեւ ընդունելու, վավերացնելու եւ այլն։ Եվ այս վերջին տարիների մեր գործունեությունն էլ խորհրդարանում ցույց է տվել, որ անգամ ամենաազգանպաստ, անգամ ամենահասարակության շահերից բխող նախագծերը ընդդիմությունը բոյկոտում է, անգամ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության տարբեր հետ կապված նախագծեր են եղել, էլի ընդդիմությունը կողմ չի քվեարկել։ Այսինքն մենք միջազգային հարթակներում ունենք խնդիր անգամ այդ մարդկանց հետ աշխատելիս։ Ինչ վերաբերում է հաջորդ խորհրդարանին, այս նույն ընդդիմադիր մարդիկ հնարավորություն ունեն, ինչպես տեսնում ենք, էլի խորհրդարան անցնելու որպես ընդդիմություն, եւ նրանց հետ էլ չի ստացվելու այս համագործակցությունը, որովհետեւ բոլորը մտել են ընտրապայքարի մեջ կոնսենսուս -1 տրամաբանությամբ եւ սահմանադրական մեծամասնությունը այս դեպքում շատ կարեւոր է։ Ներողությունը հարցից մյուս հատվածը պատերազմի սպառնալիքի շանտաժ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ասացին, տեսեք, Քոչարյանը որ ասում է, ես եթե լինեի պատերազմ չէր լինի, այսինքն դուք պատկերացնում եք, չէ՞, որ այստեղ նույն Քոչարյանի հայտարարությունը ենթադրենք Ադրբեջանի անվտանգության խորհրդում էլ է, չէ՞, քննարկվում։
թարգմանվում է, քննարկվում է, այդ մարդն ասում է մենք պետք է մեր սահմանների մեջ չպարփակվենք, մենք պետք է հավակնություն ունենանք, այսինքն մեր հարևանների տարածքների նկատմամբ հզորանանք, հետ բերենք, իսկ դա ինչի հաշվին է լինելու, ո՞նց է լինելու, եթե ոչ պատերազմով, կամ Ադրբեջանը այս դեպքում իրեն ո՞նց է պաշտպանելու, եթե ուղիղ սպառնալիք է հնչում, տարածքային պահանջներ է հնչում Ադրբեջանի նկատմամբ։ Պարզ է, չէ՞ որ այդ ամեն ինչը շարունակվել է։ Եվ այսօրվա խաղաղությունը, վերջին շրջանի խաղաղությունը արդյունքն է նրա, որ փակված է կոնֆլիկտի էջը եւ մենք գնում ենք ամրապնդման խաղաղության։ Մենք էլ մեր քաղաքացիներին ասում ենք, մեր ցույց տված խաղաղության մոդելը սա է, մենք պետքա մեր 29743 քառակուսի կիլոմետրից ավել տարածքի հավակնություն չունենանք, հետագայում էլ, այսինքն, որ մեկ-մեկ ասում են հզորանանք, հետ բերենք, չէ, ինչքան էլ հզորանանք, մենք հզորացնելու ենք մեր երկիրը այդ քառակուսի կիլոմետրերով եւ զարգացնելու ենք մեր երկիրը եւ քաղաքացիներին առաջարկում ենք ապրել խաղաղ, ապահով Հայաստանի Հանրապետության այդքան տարածքում։ Այս է մեր մոդելը։ Մյուս ուժերը տարբեր մոդելներ են ասում, հա, օրինակ բերում են Վաշինգտոնյան համաձայնությունների, խաղաղության համաձայնությունների, թրիփին, ինչ որ երաշխավոր երկրներ, ասում են որ պետք է վերաբանակցեն, ասում են ինչ որ բան պետք է փոխեն, ինչ որ բան պետք է մտցնեն այդ համաձայնությունների մեջ։ Մեր վերջին շփումները հատկապես ցույց են տալիս, որ քաղաքացիները չեն ուզում որևէ փոփոխություն, չեն ուզում որևէ խմբագրում եղած համաձայնությունների, ուզում են ամրապնդվի եւ ինստիտուցիոնալ ու հավերժ լինի խաղաղությունը, ավելի ամրապնդվի։ Սա են ուզում քաղաքացիները, չեն ուզում որ նորից բերեն դնեն բանակցությունների ինչ որ սեղանի նոր պայմաններ եւ նոր ինչ որ խմբագրումներ անեն։ Դա ուղղակի նշանակում է չեղարկում։ Սա պատերազմ չէ, բա ինչ է։ Պատերազմի կոչ է։ Տիկին Հակոբյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներից հետո երբ որ շրջապարակեցին հա տվյալները, դրանից հետո ընդդիմադիրների հարցումներն են այսպես ասած շատ, հա, ամեն շաբաթ այդ տվյալները են հրապարակում, այս վերջերս Սամվել Կարապետյանն ուժը ջեզուկում էր, այդտեղ էլ արդեն ավելի բարձր տոկոսներ էր։ Այնտեղ անդրամաբանական տոկոսներ էր։ Ինչ կողմերի հարցես այդ նշեցիք այցելությունները քաղաքացիների, մարզեր քաղաքացիների տպավորությունները, դրանք ինչ են ցույց տալիս իրականական իրականությունը։ Տեսեք, 21 թվականի ընտրությունների ժամանակ եւս ընդդիմությունը ամեն մեկը իր հարցումներ հրապարակում, հա, իրենց նկարած հարցումները։ Այդպես էլ հիմա, այն ժամանակ հիշում եք, որ քաղաքացիական պայմանագիրը երկրորդ տեղում էր, հզոր առաջնորդը այնց առաջին տեղում էր, հաղթած էր արդեն։ Ես տեսել եմ նաև Բարգավաճ Հայաստանն է ինչ որ էլի հարցումներ հրապարակել, իբր իրանք են առաջին տեղում։ Ամեն մեկը իրանն է հրապարակում եւ սրանց վրա պետք չի հիմնվել, ավելի հավաստի է հենց ձեր նշած աղբյուրը եւ ավելի հեղինակավոր է նաեւ նրանց անցկացրած հարցումները, բայց մեծ հաշվով այդ հարցումներին պետքա շատ չի հիմնվել, ընտրություններին ամեն ինչ շատ ակնհայտ կերևա եւ վստահ եմ, որ ավելի լավ է լինելու, քան 21 թվականին։ Այս համատեքստում դուրս նույն ձեր կողմից իրականացրած հարցումները խորհրդարանի, ապագա խորհրդարանի ընդդիմադիր հատվածի մասով ինչ պատկեր են վերհանել, օրինակ այսօր ընդդիմադիր դաշտում ձևավորված բևեռները նրան Տապան, Ռոբերտ Քոչյան պլյուս Դաշնակցություն եւ առաջ շրջակենտրոն Սամվել Կարապետյան, այդ ուժերը անցողիկ ուժեր են, թե այլ խաղացողներ են։ Դե միասին կարող ենք տեսնել, որ հավանական ովքեր են, որ ունեն անցողիկ շեմի հնարավորություն, տեսնում ենք, որ այսօրվա պատիվ ունեմ խմբակցության, հա, հիմքանից հետո հանրապետական կուսակցությունը բացարձակ անգամ այնպիսի տոկոսներ չունի, որ գոնե ինչ-որ կերպ արտացոլվի, եւ սա շատ ակնհայտ է։ Տեսնում ենք, որ մի քանի անգամ նվազել է այսօրվա ամենամեծ խմբակցության ռեյտինգը եւ ես նաեւ կարծում եմ, որ սա դեպի պարտություն ամենաշատ ձայներ ունեցող ընդդիմադիր, դե ընդդիմությունից են խոսում, դրա համար նորից շեշտեցի, բայց Հայաստան դաշինքի մասին է խոսքը, ակնհայտ է, որ մի քանի անգամ իջել են նրանց նաեւ ձայները եւ շատ հնարավոր է, որ անգամ մի 5-6% ձայնով չկարողանան մտնել խորհրդարան, որտեղ դաշինք են նրանց դեպքում
Տապանն է, չգիտեմ, Թաթոյանն է, չգիտեմ ով է, բայց մեծ հաշվով ինձ համար միևնույն է այդ ընդդիմությունից ով է, ինչ է, այդ Կարապետյանների ընտանիքն է, որովհետև նրանք մեծ հաշվով բոլորը մի թևի ներկայացուցիչներ են, որոնք այս կամ այն կերպ աֆիլիացված են կամ ուղիղ հենց նախկին իշխանություններն են, հովանավորողներն են, նպատակները նույնն են բոլորի, որքան էլ կփորձեն ձևափոխել նախկին ասածները։ Ինքը որպես կառավարող ուժ, չգիտեմ, ապագայում էլ ենթադրյալ կառավարող ուժ, դուք պիտի որ շահագրգռված լինեք, որ ձեր ընդդիմությունը լինի կառուցողական ընդդիմություն, որակյալ ընդդիմություն, որպեսզի կառավարող ուժ եւ ընդդիմություն բանավեճը որակյալ ստացվի։ Դե այդպիսի բախտը չունենք, ոնց հասկանում ենք, բովանդակային ընդդիմության, որը բովանդակային քննադատության կենթարկեր իշխանությանը, իսկ հատկապես ժողովրդավարական երկրներում շատ կարևոր է ընդդիմության դերը, որը իշխանության մաս է, երբ որ խորհրդարան է անցնում, ունի ազատություն որոշումների ընդունման վրա եւ երբեմն երբ որ լրագրողները դուք հրապարակում եք տարբեր հոդվածներ, որ քաղաքացիական պայմանագրում ոնց որ ներքին խնդիրներ ունեն այսինչի հետ, դա նրա արդյունքն է, որ մենք մեզ ընդդիմություն ենք եւ երբեմն նույն կառավարության վերած նախագծերը մենք դիտարկում ենք իբրև նաեւ ընդդիմություն, նույն մեր գործընկերները իրար մեջ, երբ որ մի գործընկերը բերում է նախագիծ, մյուս մեր գործընկերները մենք սկսում ենք դրա թերությունները տեսնել, մտնում ենք նաեւ ընդդիմության, այսպես ասած, դաշտ եւ շատ հաճելի կլիներ, որ ունենայինք այն ընդդիմությանը, որը ընդդիմադիրի աչքով կնայեր նաեւ բոլոր այն որոշումներին, բոլոր այն նախաձեռնություններին, որոնք մտնում են խորհրդարան, բայց ոնց տեսնում ենք հաջորդ խորհրդարանում եւս այդ շանսը չկա։ Նույն շրջանակն է։ Տեսեք, եթե Սերժ Սարգսյանը ենթադրենք չի առաջադրում հանրապետական կուսակցություն, տենց ուզում ենք ասենք, որ Թաթոյանը իր թիմով որ կայսը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, թե Մարտունը Գրիգորյան, որ այսօր այդ Սերժ Սարգսյանի ֆրակցիայում նստած է, հիմա գնալու է Բարգավաճ Հայաստանով գա, էլի կապ չունի Սերժ Սարգսյանի հետ։ Անկամ անունները նույնն են, հասկանում եք։ Այսօր Հայաստան դաշինքի նախկին падգամավորները ամեն մեկը միտեղ էլի падգամավոր է, տեխնացու է աշխատում։ Որտեղ գաղափարը նույնն է։ Ինչքան պարգև առաջարեք ստացել։ Գիտեք, որ ստացած հավելավճարները դրանք նախորդ երկրորդ կիսամյակի համար են եւ դրանք գրեթե աշխատավարձի չափ են կամ մի քիչ։ Թիվ կարող եք ասել։ Պատգամավորի աշխատավարձը 598,000 դրամ է։ Այսինքն կրկնակ եք ստացել այսօր։ Նախորդ երկրորդ կիսամյակի համար այդքան է բաժանում 2025 թվականի երկրորդ կիսամյակ։ Վերջին 6 ամիսը։ 26-ի առաջ կիսամյակ պետք է ստանա 26-ի երկրորդ կիսամյակ, եթե մնա։ Չգիտեմ հետո ինչ կլինի, որովհետև դա կառավարության որոշումներ են եւ գիտեք, որ սա ընդհանուր համակարգում աշխատավարձի բարձրացման մեխանիզմ է ներդրվել, որը կարծում եմ ամբողջ համակարգի համար շատ կարևոր է։ Թիվը նորից կարող եք ասել 598,000 դրամ է պատգամավորի աշխատավարձը։ Եվ այդ գրեթե այդքան, եթե ոչ ավելի քիչ, եղել է երկրորդ կիսամյակի համար աշխատավարձի բարձրացման չափը։ Դե բաժանեք 6-ի էլի։ Ամեն ամսվա համար բաժանեք 6-ի։ Դուք տենց ցույց եք տալիս, ասում եք մի ամսում ստացել են այդքան, բայց դուք դա պետքա բաժանեք այն ամիսների համար, որը ենթադրվում է երկրորդ կիսամյակը։ Երկրորդ կիսամյակը նախորդ տարվա դա 6 ամիսն է։ Եթե ուզում եք ամսական հասկանաք ինչքան է ավելացած, դուք դա բաժանեք 6-ի նաև։ 8-ը աշխատավարձն է մեկ ամսվա պատգամավորի։ Հավելավճարը ինչքան է, պետք է 6-ի Մոտ այդքան էլի 598 նախորդ կիսամյակի համար։ Բայց ազգային ժողովի նախագահացում են այնքան են տարում, որ յուրաքանչյուր ամիս կանգնի մոտ 1 միլիոն 100,000 200,000 պատկանող։ Հարգելի Նարեկ, ես կխնդրեմ, որ դուք կառավարության պատասխանատուներից այդ հարցը բարձրացնեք, որովհետև մեր շրջանակում չի այդ հարցը։
Ես ասում եմ, ինչքան է ինձ մոտ իմ բանկի հավելվածը ցույց տվել, որ հավելավճար եմ ստացել։ Վերջ 6 ամսվա ամբողջ բոլոր աշխատավարձերը իրար գումարած, ճիշտ եք հասկանում։ Երկրորդ կիսամյակի համար մի հատ այդքան է ինձ մոտ նստել։ Միանվագ մի հատ 598 ստացել է, որ ղեկավարներ նախորդ կիսամյակի կես ստացել, այսինքն մոտա ամիսը մոտա 600։ Երևի, հա։ Այդքան եմ ես ստացել այս ամիս։ Բացի աշխատավարձի մի հատ էլ դա։ Այսքանը շնորհակալություն։